Ժորժան, որ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նախկիններին չի պատժել, ոչ միայն թալանչիներից չի խլել թալանը, այլ նաև իր օրոք այդ մարդիկ հարստանում են, այդ մարդիկ դիզում են նոր հարստություն եւ Նիկոլ Փաշինյանը խոստացած ժողովրդին, այսպես ասած, թալանի վերադարձի մասին անգամ չի էլ հիշում։ Հիմա ինչի մասին է խոսքը, գիտեք, Telcel-ի մասին, Telcel ընկերությունը, որը որ արդեն տրանսպորտի տոմսեր են գնում մարդիկ, որով որ առհասարակ մարդիկ օգտվում են, այդ համակարգը Ժորժան, ուրեմն այդ ընկերության 18% բաժնետոմսը պատկանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Այո, Տիգրան Սարգսյանին, որը հանդիսանում է նախկին իշխանությունների ներկայացուցիչ, հա, այն նախկին իշխանությունների, որի դեմ, այսպես ասած, պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ Տիգրան Սարգսյանը բաժնետոմսի սեփականատերը դառել Telcel-ի 18%-ի 2022 թվականին։ 2022 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն իշխանության էր, եւ հիմա Telcel-ից են օգտվում ուրեմն այս իշխանությունները, հա, օպերատոր են սարքել Telcel-ին, որպեսզի մարդիկ գնեն տոմսերը հենց Telcel-ից։ Բա սա է Ժորժան իրականությունը։ Պոզով պոչով չի լինում, իրականությունը այսպես է լինում եւ թալանը սենս չեն վերադարձնում Ժորժան։ Հակառակը Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր այդ մարդիկ իրանց շատ ու շատ լավ են զգում։ Բաժանորդագրվեք իմ մեջ։